Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, մանկաբարձության, գինեկոլոգիայի, պերինատալոգիայի, նորածինների վերակենդանացման և ինտենսիվ բուժման, վերարտադրողական առողջության, բժշկական գենետիկայի առաջատարը Հայաստանում։ Կիառամա Մարացի ընկերությունը, հաշվի առնելով բազմաթիվ հաճախորդների ցանկությունը, առաջարկում է ֆինանսական աշխարհի ապառիկ պայմանների լավագույն տարբերակները 0%, այո, տարեկան 0% տոկոսադրույքով։ Ողջույն մեր հայկական ռիթմերը գնահատող հեռուստադիտող։ Այսօր երեկոյան ժյուրին կհայտնի իր որոշումը և ևս 6 մասնակից կմիանան հիմնական կազմ անցած մեր ժողովրդական երգիչներին։ Բայց նախ եկեք տեսնենք, թե ինչ էր կատարվում այդ ժամանակ Ետնաբեմում։ Ինչպես երգեցիր գովես։ Անկեղծ ասած, հելը տպավորությունների տակ եմ, ժյուրիներից բոլորը ասեցին դրական խոսքեր, սակայն եղան ուղումներ, քիչ թե շատ, ճիշտ ասած հիմա չեմ կարող ոչ մի բան ասել, պետք է մեկ անգամ ևս նայեմ, հետո խոսեմ։ Կոշիկները ինչ ես անել։ Ուղղակի շատ հուզված էի, այնտեղից դուրս գալուց շատ դողում էի, դրա համար խանգարեց կոշիկները ինձ, ասեցի որոշեցի ավելի ազատ, բեմի հետևում ավելի ազատ լինել։ Լարված էի, բայց բեմի վրա անցավ լարվածությունը, հաճելի մթնոլորտ էր, ստացվեց մեր խոսքով եկես։ Շատ շնորհակալ եմ ժյուրիի ցանկացած անդամից, մոտեցման, իրենց գնահատականի համար, որն ինձ և ոգևորեց, և բավականի խորհուրդներ տվեց, որ իմանամ հաջորդ քայլերս ոնց է լինելու։ Շատ շնորհակալ եմ, տպավորություններս անկեղծ շատ լավն են, սպասենք տեսնենք վերջնական ինչ կորոշեմ Լարվածությունս բեմի վրա բացարձակ անցավ, շատ ազատ երգեցի այնպես, ինչպես զգում էի։ Հեյրանդ եմ ես իմ կյանքում քեզ նոր տարված, ջահել եմ ես ինձ մի խփիր սիրո հարված։ Սկզբից հուզվածություն կար մի քիչ, բայց թո ժյուրի բարի դեմքը տեսնելով այդ հուզվածությունը անցավ ու երգեցի, ինձ թվում է նորմալ կատարել եմ։ Փորձում էի ցույց չտալ իմ հուզմունքը, որպեսզի ժյուրին չնկատի, եւ երևի երգի սկզբում մի քիչ ինձ թվում է զգաց, քանի որ ժյուրին խոսած այդ մասին, սակայն հետո արդեն երկրորդ երրորդ տողից հետո ամբողջովին մտա երգի մեջ եւ փորձում էի արդարացնել ժյուրին իրենց հույսերը։ Այնքան հուզված էի, որ չէի զգում ինձ, ինչ եմ երգում, պատկերացրեք, չեմ կարող բացատրել ինչ եմ զգացել, շատ հուզմունքը շատ էր, բայց փորձեցի լավագույն ներկայանալ, տեսնենք ինչ կլինի պատասխանը, հուսով եմ լավ կլինի։ Կանգնիր քարավազ։ Ճիշտ ասած իմ ուզածով չստացվեց ներկայանալ, բայց ոչինչ, նորմալ է, չգիտեմ, խառն էի, ահա որ խառն էի, շատ խառն էի, այո, հուզմունքը կար։
Հուսով եմ լավ կլինի, հույս ունեմ, որ կանցնեմ, մեծ հույս ունեմ։ Համենայն դեպս շնորհակալ եմ բոլորից անկեղծության համար ու գնահատականների, թե լավ, թե վատ։ Շարմաղնենք կարմիր խոնձոր, լուսնին աման Շնորհակալ եմ բոլորից, շատ ազատ էի բեմում, ամենակարևորը, երբ որ մտա բեմ արդեն լիցքա թափված, ամեն ինչ նորմալ, շատ շնորհակալ եմ։ Սայաթնով էլվունց դնջանա Երկել եմ նորմալ, սկզբից մի քիչ հուզմունք կար, բայց հետո արդեն հարմարվեցի դա լիճին, ընդամենը բոլորին, աուրային ու երկեցի նորմալ, ինձ դուր եկավ իմ կատարումը, ժյուրին էլ գովաց լավ էր։ Ուշադրություն, ժյուրին հնարավորություն է տվել հիմնական կազմ չանցած 7 մասնակցից 4-ին եւ ինչ են նրանք մտածում, ինչպես են պատրաստվում այդ 4 երջանիկը, մենք կարող ենք դիտել ձեզ հետ միասին։ Բարև երեխեք ջան։ Շատ ուրախ եմ, որ ձեր տրամադրությունը շատ բարձր է, շատ ուրախ եմ, որ դուք այսօր բարձր տրամադրությամբ եք եկել այստեղ, կրկին անգամ փորձելու ձեր ուժերը եւ իրոք անկեղծ ուրախացեք, որ կրկին շանս ունեք մասնակցելու եւ ինչի՞ չէ նաեւ հաջողություն գրանցելու։ Հիշում եք, ես ասացի, ես բոլորիդ անխտիր մեկ-մեկ տեսնում եմ այդ 12-ի մեջ։ Եվ հիմա այս շանսը, որ կրկին անգամ ձեզ տրվեց, սա պատահական չէր։ Շատ ուրախ եմ, որ եւս մեկ անգամ հնարավորություն տրվեց ներկայանալու։ Կփորձեմ այս անգամ ուղղեմ սխալներս, ինչ որ սխալներ են թույլ տվել, ավելի լավ ներկայանալ եւ անցնեմ հաջորդ փուլ։ Իդեպ ավելացնեմ երեխեք ջան, որ այ ինչի համար ընտրվեցիք հենց այս 4-ը, որ ոչ մեկի մոտ հարց չմնա էլի, որտեղ ժյուրիի կարծիքով դուք ավելի համեմատաբար ավելի լավ եք ներկայացել եւ ավելի բարձր միավորներ եք վաստակել։ Ամբողջ խնդիրը սրա մեջ է։ Նույնը եւ պետք կլինի երկրորդ խմբի հետ, որոնք որ էլի 7 հոգի դուրս կմնան եւ էլի ավելի լավ ներկայացած մասնակիցները ավելի բարձր միավորներով կմիանան ձեզ։ Շատ լավ է, որ մինչև այս փուլը հասել ենք, ուրեմն մենք արժանի էինք, ես չեմ ասում, որ դուրս մնացած երեխեքը արժանի չէին, լավ կատարողներ կային, չեմ ուզում անուններ նշել, բայց լավ երեխեք կային։ Ես գիտեմ, հոգու խորքում մի քիչ ձեր սրտով չէ, որ դուք երգեք ձեր երգած երգերը, ուղղակի ժամանակը շատ կարճ է։ Մի քիչ դժվար է, էլի, առաջի անգամ բեմ դուրս ես գալիս ու միանգամից կոտրվում ես, այդ շատ կարևոր հանգամանք է, այդ հոգեբանական ստրեսը քո վրա ազդեցություն է թողնում։ Երգել եւս մեկ անգամ մի երգ, որով որ դու հաջողություն չես ունեցել, ու երգել այնպես, որպեսզի այս անգամ ինքը քեզ հաջողություն բերի, մի տեսակ հոգեբանական անցում կա, բայց հուսով եմ, որ կհաղթահարեմ, ու էդի ինձ էլ ավելի մեծ ուժ կտա առաջ շարժվելու համար, թեկուզ ուրիշ գործերի մեջ։ Իմ կարծիքով շատ բնական ու նորմալ է այս ամեն ինչը, անկախ նրանից իրենք դժգոհ են, թե դժգոհ չեն, բայց սրանք այս հոգեբանական այս երևույթները պետք են իրենց, որպեսզի իրենք կարողանան կայանան հետագայում որպես երգիչ, որպես բեմի մարդ։ Իմ կարծիքով առավելություն ունեք, բոլորդ այս 4-ը, որ այստեղ նստած եք, արդեն տեսել եք եթերը, արդեն լսել եք ձեր երգերը եւ դուք արդեն գիտեք ձեր սխալները եւ որը որ չգիտեք ես ձեզ կհիշեցնեմ եւ կաշխատենք այդ սխալների վրա եւ այս անգամ ավելի լավ կներկայանաք Համերգի ժամանակ գալ համերգի ջերմություն ունեի, սա գիտեն ես հուզված էի, բայց ես հուզված չէի, ժողովուրդ, ես հուզված չէի։ Ուղղակի հիվանդ է, այդ էր պատճառը, որ այդ երգից բարձր վերխերը չկարողացա ելնել, որովհետև դե ընդհանուր կոկորդս դե ձայնս լրիվ փակ էր։ Այդ էր դե այս անգամ ավելի առողջ եմ, ավելի լավ կերգեմ։ Իսկ թե ով կանցնի, ով չի անցնի, դա արդեն երկրորդական հարց է։ Այստեղ մենք ավելի շատ լուրջ ու կարևոր խնդիր ունենք պահպանելու այն հսկայական մեծ արժեքային այդ համակարգը, որը որ մեր մեծերը փոխանցել են մեզ։ Մի խոսքով երեխեք ջան, եկեք աշխատենք, ժամանակ ունենք, եկեք աշխատենք ու երգենք լավ։ Ամենակարևորը որ լավ երգենք։ Եկեք Արմինեով սկսենք, հա։
Սուրեն ուսուցիչ եկել առաջին նույնիսկ։ Սուրենը այսօր մի տարա է, ինքը թող հանգստանա, մինչև որ դուք համերգիներ եմ առաջին համարից երկու։ նշանակություն չունի։ Ես ինչ շատ ձգտել եմ ունենալ, միշտ դժվարությամբ եմ հասել։ Ամեն հարցում ես ինչ նպատակ եմ դրել, թեկուզ որ այս առողջական վիճակը, որ անընդհատ ինձ տակ եմ պահել, կամ լավ եմ, միշտ ուզեցել եմ, որ լավ լինեմ, մի բան լինում է, կամ ինչ որ ունեցել եմ, կամ ինչ որ գտել եմ, որ իմն է, շատ այդ փայփայելուց կամ չուզենալով որ կորցնեմ, կորցնում եմ։ Այ հիմա արդեն այս փուլում ոչ մի պրոմխ պետքա չլինի։ Իսկն հստակ պետք է լինի ամեն ինչ։ Երևի այս 4-ի մեջ Արմինեն այսպես շատ ավելի կոտրված է, շատ ավելի այսպես հուզմունք կա կապված իր դուրս մնալու հետ։ Միակ պատճառը այս իմ ֆարենգիտի այդ խնդիրներ, որ մի քիչ նեղում է ինձ, խեղտոց ունեմ, բայց չգիտեմ, աստծո կամոք ինչ եղավ թող լինի, մենակ կաշխատեմ, չհուզվեմ, նշանակություն չտամ, որ մրցույթ է, ուղղակի պատկերացնեմ, որ իմ համերգն է, ես երգելու եմ, կաշխատեմ լավ ներկայանալ, որ հետո զղջալու տեղ չունենամ։ Բարևիտ, պատկերի Արմինե ջան, քո մոտ ավելի հուզմունքի ֆակտորը կա։ Հիմա խոսքս այս ստեղի մասին չի, այդ հուզմունքը։ Բեմի մասին է խոսքս։ Պետք է չթողնես, որ ինքը քեզ հաղթի այդ հուզմունքը։ Այդ հուզմունքը պետք է ավելի գեղեցկացնի երգը, ավելի որակ ապահովի։ Կավ։ Աշխատի ուղղակի ավելի պինդ պահես քեզ բեմի վրա։ 3 ժամը 7-ի կողմերն էր, արդեն դասերս, փորձերս վերջացրել էի։ Ելնեմ գնամ սարի ջամփով, գնամ հասնեմ քո աղբյուրին։ Ես շատ հոգնած էի ու ինձ թույլ էի զգում ահավոր, որովհետև շոկից թուլացել էի ու հոգնել էի։ Աղջուր խմեմ ձերքի տապով, շատ եմ կարոտ քո համբույրին։ Հեռախոսը զանգեց, սկզբից Արմինեի համարը տեսա, բայց չճանաչեցի, ինձ թվաց իմ ընկերուհին է։ Ամպից իջնող հովենական, մազը սփրեմ քո երեսին։ Պատասխանեցի, Արմինեն ասաց, որ ես պետք է այսօր ներկա լինեմ այստեղ, անցել եմ 4 հոգու, մեր 7 չանցնողներից 4 հոգու ընտրել եմ, որոնցից մեկը ես եմ։ Այս աշխարհում դու ես միայն, անչափ նման իմ երազին։ Շատ ուրախացա։ Մի անգամից այսի շնորհակալություն, եւս մեկ անգամ ժամն ու օրը ճշտեցի, որ չմոռանամ, ու գնացի տուն։ Նույն ձևով մամային պատմեցի, ոնց որ հեռախոսով խոսացել էի։ Հավքի նման քո գրկի մեջ ես ծվարեմ ու տականամ։ Աստղիկը մեր ամենապայծառ մասնակիցներից մեկն է դուրս մնացածների մեջ, եւ ես ուրախ եմ դրա համար, ինքը ամեն դեպքում իր լավատեսությունը երբեք չի կորցնում, որը որ իրեն կօգնի հետագայում իր կյանքի ընթացքում։ Ինձ թվում է, որ կյանքում պատահական ու հենց այնպես ոչ մի շանս ոչ մեկին չի տրվում, որովհետև ինչքան որ դու ձգտում ունես ու ինչքան որ դու աշխատում ես, ուշ թե շուտ միևնույն է դու վարձատրվում ես այդ ամեն ինչի համար ու ժողովրդական խոսք կար, ասում են արա դեմդ կգա, անպայման գալիս է։ Ոչ մի բան ջուրը չի տանում, ոչ մի արածդ քայլը ու ոչ մի արած սխալն անգամ անհետևանք չի անցնում այս կյանքում։ Քնքուշ, սիրուն, փափուկ երգի, ժպտալով։ Կանացիությունը շատ կարևոր է, երեխեք ջան, մանավանդ աղջկա համար։ Այդ կանացիությունը պետք է երևաձեր եւ երգի մեջ, եւ շարժու ձևի մեջ։ Ամենագրավիչ բանն է աղջկա համար։ Սուրենը էլի դժգոհում էր իր ընտրած երգից։ Անուշ մի առավոտ էր մարդը քնած
Դες ես քեզ տեմպը տվեցի սկզբից։ Հիմա նայ Սուրեն ջան, քո ելույթի մեջ հիմնականում տեմպի խնդիրներ։ Ի սկզբանե ես սխալ եմ արդեն թույլ տվել, որ այդ երգն եմ վերցրել իմ համար, որովհետև ինչ կարող եմ երգել, ինչի ընդունակ եմ, այդ երգով չեմ կարող ցույց տալ, այդ քիչ է։ Անուշ մի առավոտ էր մարդակը, անուշ մի առավոտ։ Այս ռասերը, որ ես տալիս եմ հիմա, ուշադիր այդ տարել կա, որ հենց այս ռասերի վրա է։ Անուշ մի առավոտ։ Մի հետո առաջ ընկնի, գնացինք։ Անկեղծ որ ասեմ, Սուրենի հնարավորություններին դեռ այդքան ծանոթ չեմ ես եւ ոչինչ չեմ կարող ասել։ Իրոք ինքը կարող է շատ մեծ կտավի գործեր երգել, թե ոչ։ Ինչն էր խնդիրը, որ սխալ ընտրվեց երգը։ Չգիտեմ, այդ պահին այտենց ստացվեց։ Երևի ճիշտ չմտածեցի։ Տարան չէ, տարավ։ Յարից դուրն ինձ տարավ, սիրտս մոլորված։ Տարան դու ասում ես։ Յարից դուրն ինձ տարավ։ Այս երգով էլ կփորձեմ, շատ լավ կատարեմ։ Լավ կլինի։ Սուրեն ջան, ուրեմն քո խնդիրը է սա։ Հիմնականում բարերի հետ կապված հստակ չի, պիտի կարողանաս տեղ հասցնես։ Երգի եւ վերջի բանը, երգը մենակ երաժշտությունը չի։ Բարերն էլ շատ կարևոր ու մեծ նշանակություն ունեն։ Եթե բարերը չհասավ ունկնդրին, երգը հաշվի որ կիսվեց իր որակով։ Եղավ։ Ու մեկի ռիթմը։ Երբ Արմինեն մեր զանգեց, շատ անսպասելի էր։ Դե գիտեի, որ պետք է զանգեին, բայց այդ ձևի լուր հայտնեին, որ բանը 4-ի մեջ է սանցել արիվան, շատ ուրախացա, անչափ, դեռ շոկի մեջ էի, ճիշտն ասեմ։ Մայրիկս ասաց քեզ տակ կպայես, որ հանկարծ չհիվանդանաս, թե չէ ձեռքիցս հաստատ չես բրծնի, տուն չգաս։ Ես էլ ինձ տակ եմ պայում, որ ես համերգին լավ հանդես գամ։ Աշխարհումս էլի բարձր ընկեր մխիթար։ Հիմա բանը ձայնի հետ ինչ որ խնդիր կա, հա, մի Չէ, դեռ հիվանդ եմ, հիմա արդեն լավ եմ, էլի մանրից լավ եմ։ Ես իր տոնայնությունը հիշում էի ռե մաժոր, որ մենք համերգի ժամանակ նվագել ենք։ Եվ հիմա ինքը ռե մաժորում երգեց, փորձեց երգեց երգը եւ շատ բարձր թվաց։ Եվ այնտեղ իր վերևի հնչյունը, երբ որ համերգի ժամանակ ինքը վերցրեց, ֆալցետային ձայնով վերցրեց, այսինքն ոչ իր բնական ձայնով, որը որ երևի տոնայնությունն էր, տոնայնության խնդիրներ։ Հիմա ինքը մեկ տոն ցածր երգեց եւ շատ գեղեցիկ ու սիրուն ստացվեց։ Մաքուր չի ջրը։ Մաքուր չի։ Ես մասնակցել եմ երկրորդ եթերաշրջանին, էլի հասել եմ ստեղ, այդ ժամանակ շատ փոքր էի։ Մասնակցեցի, էլի հասա թատրոնի փուլ, բայց դուրս մնացի։ Դե ուրեմն այն չեմ երգել, որ դուրս եմ մնացել, հուսով եմ այս անգամ ավելի առաջ կգնամ։ Գերմխիթարն էլ ջանքեր չի խնայում, որ մենք ավելի լավ հանդես գանք։ Դե բոլորին հաջողություններ եմ ցանկանում, ինձ էլ եմ ցանկանում հաջողություն։ Այսքան բան։ Եվ իսկապես, այսքան բան։ Կհանդիպենք այսօր ժամը 19:20-ին։ Առայժմ։ Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, մանկաբարձության, գինեկոլոգիայի, պերինատալոգիայի, նորածինների վերակենդանացման եւ ինտենսիվ բուժման, վերարտադրողական առողջության, բժշկական գենետիկայի առաջատար է Հայաստանում, ասեղնաբուժություն, ֆիթո եւ հոմեոպաթիա, 4D սոնոգրաֆիա եւ գունավոր դոպլերոգրաֆիա, լավագույնը կանանց համար։